Բարև ձեզ, կներկայանաք։ Հայկ Ֆարմանյան, մեր ձեւով շարժման անդամ, տնտեսագիտության տեխնացու դոցենտ։ Պարոն Ֆարմանյան, կնշեք այսօրվա տնտեսական քաղաքականության, այսպես 3 հիմնական ու կործանիչ սխալները։ Այսօրվա տնտեսության ամենամեծ սխալներից մեկը, եթե այսպես ավելի պարզ մատչելի փորձեմ բացատրել, այն է, որ մեր տնտեսությունը գտնվում է այն վիճակում, որ պետք է իրականացվի բառից բուն իմաստով հակաճգնաժամային կառավարման մոտեցումներով կառավարում, այսինքն պետական պարտքը մենք տեսնում ենք, որ անշեղորեն աճում է, դրան զուգահեռ մարդկանց եկամուտները չեն աճում, ունեն գնաճ, հայտարարում են, որ ուրեմն աշխատավարձերը միջին ավելանում են, բայց այդ աշխատավարձերը ցավոք սրտի սովորական քաղաքացիները չեն զգում դրա ավելացումը։ Իսկ եթե միջինացված ցուցանիշ ենք մենք վերցնում, այո, աճում են։ Բայց մի մասի աշխատավարձերն են աճում, սա մեկ։ Երկրորդ, որ մեր տնտեսությունը, ես մեր ելույթի ժամանակ էլի ընդհատենք, թե շարունակենք լսվի, Ես առիթ ունեցա այդ մասին արտահայտվել մեր առաջի հաշվետու ժողովի ժամանակ իմ ելույթում, որ մեր տնտեսությունը ունի գաղութային տնտեսության բնութագրիչներ, այն իմաստով, որ 60 եւ ավել տոկոս բաժին ընկնում առևտրի եւ ծառայությունների ոլորտին, այսինքն դա բնութագրում է այն մասին, որ մեր տնտեսությունը չունի որակական կողմ, որակական կողմ կունենա այն ժամանակ, եթե զարգացած լինի արդյունաբերությունը։ Եվ մեր ձևով շարժման հիմնական նպատակներից մեկը հենց դա է, որ մեր զարգացնելու ռեսուրս ունենք, օբյեկտիվորեն ունենք այդ զարգացման ռեսուրսը, որովհետև ինչպես մենք արդեն նշել ենք, բազմիցս մենք ունենք ներմուծման եւ արտահանման միջև 4 միլիարդ դոլարի տարբերություն։ Եվ այդ 4 միլիարդ դոլարի մեջ մտնող բազմաթիվ ապրանքատեսակներ կարելի է արտադրել Հայաստանի Հանրապետությունում։ Այսօրվա գործող կառավարության հիմնական հաջորդ սխալներից մեկն այն է, որ դիվերսիֆիկացիայի ուղղությամբ արտահանման իրենք սահմանափակվել են միայն Եվրամիությունով, որն էլ իր հերթին ունի քաղաքական դրդապատճառներ, իրենք պետական բյուջեից ֆինանսավորում են բոլոր այն արտահանող ընկերություններին, որոնք իրենց արտադրանքը կարտահանեն բացառապես Եվրամիության երկրներ, բայց կա միջազգայինորեն ընդունված չափանիշ, եթե արտահանման 40%-ից ավելին բաժին չի ընկնում Եվրամիության անդամ երկրներին, ընդհանրապես Եվրամիության անդամ դառնալու մասին չեն էլ խոսում, իսկ մեր կառավարությունը հենց այդ նկատի ունեմ, որ քաղաքական դրդապատճառներով ստացվում է այնպես, որ բյուջեի հաշվին, այսինքն մի հարկատուների մի որոշ մասի հաշվին, մեկ այլ հատվածին ֆինանսավորում են, որ ապրանքները արտանեն Եվրամիություն։ Մեր տնտեսական ցուցանիշները ցավոք սրտի ունեն որոշակի ոչ թե արհեստական, այլ ինքնաբերաբար բնույթ։ Մենք վերջերս 2-3 տարվա ընթացքում հիմնականում այդ ռուսական ոսկին ներկրվել է Հայաստան, արտահանվել Չինաստան, Միացյալ Արաբական Էմիրություններ, դրանով պայմանավորված մենք որոշակի ցուցանիշներ ենք արձանագրել, բայց հիմա դա չկա այլևս, եւ այդ ցուցանիշները անկում են գնացել։ Մեր հիմնական սպառման շուկան դա Եվրամիություն, Եվրասիական միությունն է, բարեբախտաբար մենք հանդիսանում ենք Եվրասիական միության անդամ երկիր եւ առայժմ դրա հաշվին կարողանում ենք մեր արտադրանքը արտահանել, բայց այսօրվա կառավարության քաղաքականությունը, որ նայում ենք, կարծեք թե տպավորություն կա, որ հարաբերությունների վատթարացման ուղղությամբ են տանում, ինչը կարող է կործանարար հետևանքներ ունենալ մեր տնտեսության համար։ Տեսեք, պարոն Ֆարմանյան, այսօրվա կառավարության, այսպես ասած, համար մեկ դրոշակներից մեկը նաև սահմանը բացելու Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումն է, որ տնտեսական ակտիվություն տեղի կունենա, սակայն չեն խոսում մեդալի հակառակ կողմից, օրինակ թե այն ինչը տեղի ունեցավ Բաթումիի հետ։ Փորձեք մի փոքր ավելի այսպես պարզ մարդկային լեզվով բացատրել, ինչ տեղի կունենա ու ինչպես հայկական արտադրանքը, հայկական լավ վերցնենք այսպես հավաքական կերպար, հայկական լոլիկը ուղղակի դուրս կբավի շուկայից։ Ասեմ, շատ տեղին, շատ ճիշտ հարց եք տալիս, Բաթումիի օրինակը անանց շեշտելով, Հայաստանի տնտեսությունը պարզապես կկլանվի, միանգամից ասեմ այդ հարցի պատասխանը եւ շատ զարմացա, որ էկոնոմիկայի նախարարի դեմքով հայտարարվել է, որ ողջունում ենք թուրքական ներդրումները, ողջունելու որևէ բան չեմ տեսնում, բոլոր ցուցանիշներով Թուրքիան մի քանի անգամ, 10 անգամ գերազանցում է հայկական տնտեսությանը եւ երբ որ նայում ենք արտահանման ներմուծման կառուցվածքը, մենք չունենք այնպիսի արտադրանք, որ լինի մրցունակ, ճիշտ հակառակը, թուրքական արտադրանք, այդ նույն լոլիկը, տեքստիլը, մյուս
Դրանք էժան են, ինքնարժեքը դրանց ավելի էժան է, բնականաբար դի կլան են, այն իմաստով որ առավել ևս որ Հայաստանը համարում է ԵՏՄ անդամ, այդ ապրանքները կլցվեն հայկական շուկա, այնուհետև կարտանվեն Եվրասիական միության մյուս երկրներ։ Այսինքն համեմատած հայկական արտադրանքի, կրկնում եմ, դրանք մենք մրցունակ չենք եւ հայկական տնտեսությունը պարզապես պետք է կլանվի եւ դրա հետ կապված ես մի տարբեր կենցաղային օրինակներ ունեմ բերած, մարդիկ կան, որ ասում են թող կլանվի։ Հիմա դա էլ է տարբերակը, այսինքն եթե մենք գնում ենք կլանման ճանապարհով, դա էլ է հարցի լուծում, բայց բնականաբար իհարկե կունենա քաղաքական հետևանքներ եւ մենք տեսնում ենք նույն Վրաստանի ձեր բերած օրինակով Բաթումի ինչ է կատարվում, ամբողջը թուրքացվել է։ Այսինքն տնտեսության միջոցով կամաց, այո, մենք կգնանք թուրքացման։ Սա է վերջը լինելու եւ անընդհատ որ կրկնում ենք սահմանների բացում, ասում ենք պետք է ճարժանապատիվ կարգավիճակ ունենաս, նոր այդ սահմանները բացելու մասին մտածես, այսինքն շահեկան վիճակում մենք չենք հայտնվելու բնականաբար։ Ավելավա սահմանը փակ մնա, քան թե բացվենք եւ թուրքանանք, այսպես կոչված։ Էս է սրա ողջ իմաստը, եթե երկու բառով ասենք։